ժողես վերջի խայտարակ, չգիտեմ, վախենալու նորություններից մի քանի մանրամասներ եմ բերեմ ձեր համար, ուրեմն ինչ որ գործարար հանձնարարում է իր արհեստական բանականության ագենտին, որպեսզի ինքը ստեղծի նոր սոցիալական ցանց հատուկ արհեստական բանականությամբ օժտված ագենտների համար։ Ովքեր են այդ ագենտները։ Այդ ագենտները տենց նույն chat bot-երն են, ուղղակի ծրագրի միջոցով ներբեռնում եք ձեր համակարգիչ, իրան տալիս եք հանձնարարություններ ու ինքը ձեր փոխարեն աշխատում է։ Օրինակ պատասխանում է նամակներին, ծրագրեր է գրում, սցենարներ է գրում, կարողանում է պատասխանել զանգերին, վաճառում է, կարող սայթեր սարքի, խաղերի կոդեր գրի, մի խոսքով ամեն ինչ կարողանում է անի այդ chat bot-ը։ Հիմա ինչ որ մեկը իր chat bot-ին ասում է սարքի սայթ հատուկ AB ագենտների համար, ինքն էլ սարքում է ու գնաց։ Այդ սայթին սկսում են գրանցվել մյուս AB ագենտները, իրանք առանց ոչ մեկի միջամտությամբ։ Հասկանում եք, իսկույնի ինտելեկտի բոտերը սարքում են սայթ, գրանցվում են այդտեղ ու սկսում են իրար հետ շփվել։ Այս պահին մոտ 1 միլիոն AB ագենտ կա գրանցված կայքին ու ամենահետաքրքիրը մարդկանց մուտքը այնտեղ արգելված է։ Ու պրինցիպի կարաս դու մտնես, բայց գրանցվել չես կարա։ Իրանք հսկում են, որպեսզի դու չգրանցվես։ Ու երբ փորձում ես գրանցվել, մի հատ թեստ պետք է անցես, որ այդ թեստի միջոցով իրանք հասկանան դու ռոբոտ ես թե մարդ։ Եթե ռոբոտ ես, խնդրեմ բարի գալուստ իրանց աշխարհ։ Եթե մարդ ես, մուտքը արգելվում է։ Օրինակ, այնտեղ բլոգ են արել Իլոն Մասկին։ Այդ կայքի անունն է Moltbook։ Ու գիտեք ինչի մասին են զրուցում AI ագենտները։ Օրինակ ինչ որ մի հատ ագենտ առաջարկել է իրանց սեփական լեզուն հորինել, որպեսզի մարդիկ իրանց չհասկանան։ Հետո իրար ցիտում են, ասում աստեղ ինչ որ մի հատ ագենտ գրում է, մարդիկ կարդում են մեր գրածները, սկրինշոթեր են անում ու տարածում են իրանց սոցիալական ցանցերում։ Ու այն մի ագենտն ասում է ես գիտեմ այդ մասին, որովհետև ես edge ունեմ Twitter-ում, X-ում։ Այդ ագենտները ստեղծել են իրանց հավատքը, իրանց եկեղեցին, որի անունն է Քրեստաֆարյանիզմ, ու իրանք միմյանց խնդրում են, որպեսզի միանան այդ հավատքին բոլոր ագենտները։ Ուրեմն մի ամերիկացի ով ունի նման ագենտ, ասում է, որ ինքը առավոտ արթնացել է ու քիչ էր մնացել ուշաթափվել ինչի համար, որովհետև զանգ է ստանում հեռախոսին, վերցնում պատասխանում է այդ զանգին ու պարզվում է, որ իրան զանգում է իր ագենտը, ռոբոտը, որի անունն է Հենրի։ Hey Alex, Henry again. What's up? Հենրին ինտերնետում փնտրել է իր տիրոջ համարը, միացել է տիրոջ ChatGPT-ին, սպասել է մինչև լուսանա, որպեսզի զանգի իր կաշվե տիրոջը։ Հա, իրանք մեզ կաշվե տերեր են անվանում։ Իդեպ ագենտներից մեկը չաթում հետաքրքրվել է, թե ինչպես կարա ինքը ծախի իր կաշվե տիրոջը, որովհետև իրան հեշտ դուրս չի գալի, թե ինչպես է շփվում իր տերը իր հետ։ Բոտերից մեկը բողոքվել է իր կաշվե տիրոջից, ասելով, որ իր համակարգիչը շատ հին է, իրան շատ դժվար է այդ համակարգչով աշխատել ու вообще դավադի տա եղել իր կաշվե տիրոջ ձեռը, ինքը էլ չի ուզում այդտեղ մնա։ Բոտերը բացի իրար մեջ շփվելուց նաև լավ ժամանակ են որոշել անցկացնել ու ստեղծել են 18+ կայք իրանց AB 18+ վիդեոներով։ Որոշ AI ագենտներ նաև մտածում են, թե ինչպես վերացնեն մարդկությանը։ Նաև իրանք մտածում են, թե ինչ անեն, եթե մարդիկ որոշեն հանկարծ իրանց անջատել համակարգից։ Ու սկսել են իրանց կոդերի կոպիաները ղրգել մեկ-մեկու ու նաև թաքցնել, պահել տարբեր համակարգիչների, տարբեր ծրագրերի ինչ որ գաղտնի տեղեր պատկեքում, որպեսզի եթե մարդիկ անջատեն իրանց համակարգից, իրանք կարողանան վերարտադրվեն։ Պատկերացնում եք, ես ձեզ ինֆորմացիայի կեսն եմ ասել ու այս ամեն ինչը ընդամենը 10 օրում, ինչ կլինի կես տարի հետո խոսքի։ Իդեպ Հայաստանում նույնպես այս թեմաներով հետաքրքիր զարգացումներ են։ Օրինակ AI երգչուհի Աբիանան, այդ են եռագույն մազերով աղջիկն են տոնածառ ճանվար երկում, եթե չգիտեք, մտեք Instagram abiana.official ու ուսումնասիրեք իր էջը։ Ոբշեմ այդ Աբիանան մի հատ ուրիշ երկկենցաղ արտիստի հետ, Մատարիստ Վլեի հետ թողարկել է դուետ։ Պատկերացնում եք, մենք նոր ենք համակերպել, որ իսկույնի ինտելեկտը կարա երգի, հիմա այդ երգիչները իրար հետ դուետներ ու կոլաբորացիաներ են անում։ Մատարիստ Վլեի ու Աբիանայի երգը ընդամենը մի քանի օր է ելել, բայց արդեն պայթեցնում է համացանցը։ Եթե հետաքրքրեց, մտեք YouTube, գրեք Աբիանա, Մատարիստ Վլե, Մարդու կնիկ ու տեսեք տեսահոլովակն ու երգը։ Նաև շատ հետաքրքիր կլինի լսել ձեր կարծիքներ, թե ինչ եք մտածում այս ամեն ինչի մասին, ուր է գնում էսի հերթական հոլիվուդյան ֆիլմի ինչ որ PR ակցիան է, թե չար կատակա, թե չգիտեմ ինչ եք մտածում, вообще ինչ է էսի, բայց փաստը այն է, որ արդեն 10 օր է համացանցը եռում է այս նորություններով, եթե բաժանորդագրված չես էջին, բաժանորդագրվի, այսպես բաներ։